Կանխելու համար ինչ է առաջ կրկին զինվոր մահացավ, ինչպես է կանխարգելում։ Ես միանշանակ պաշտպանության նախարար մի րոպե Պարոն Ասրյան, մի րոպե պատասխանել, ցավում ենք այդ դեպքով, քննություն իրականացվում է, բանակում միանշանակ կանխարգելիչ աշխատանքներ տարվում են, պատկերացրեք, մենք գլխավոր շտաբից այնքան հանձնաժողովներ ենք աշխատացնում մեր զորքերում, որ ինքը շատ գնահատելի է։ Յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա պրոբլեմների, խնդիրների մեջ մտնել, ուսումնասիրել, հրամանատարներին խնդիրներ առաջադրել։ Մենք հրավիրում ենք քաղաքացիական հոգեբանների, մենք զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանական մասնագետների ինստիտուտը աշխատանք տանեն, բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են եւ աշխատանքները զինված ուժերում կատարվում են, այդպես մի ասեք, նվազման դեպքերը ակնհայտ են եւ եթե պաշտպանության նախարարի նախորդ պատասխանը դուք լսել եք 25 թվականին մենք ունեցել ենք շատ ակնհայտ կրճատում եւ նաեւ իմ պատասխանը միշտ հիշեք, որ ես ցանկացած յուրաքանչյուր դեպք կատեգորիան կապ չունի սպա, ենթասպա, պայմանագրային, շարքային, ժամկետային կազմեր ցավալի է, յուրաքանչյուր կորուստ ցավալի է, մեծ կոլեկտիվ, նաեւ հասարակությունից փորձեր քրեական ենթամշակույթի տարերի ներթափանցում բանակ, մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում, ընդ որում նաեւ այս տարի պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի դեմ, այդ տարերի դեմ պայքարի տարի, բայց ցավոք սրտի կան մեր շարքերում բոլոր կատեգորիաների մեջ զինծառայողներ, ովքեր կրում են, այսինքն այդ փողոցային բարքերը փորձում են բանակում տարածել։ Կենցաղային պայմաններից է բողոքում, որ ձմռանը չեն կարողանում օրինակ տանջերով լողանալ եւ թոքաբորբեն ընկնում հիվանդանում։ Ես ձմռանը ինչ տաք ջուր չկա որ դա արդեն չգիտեմ դա ինչ անհատական պատասխան է, բայց մենք վերջին ժամանակահատվածում այնքան նաեւ շինարարական աշխատանքներ ենք կատարել, մենք նաեւ ուսումնական կենտրոններում գիտեք, որ 23 թվականից սկսած զինված ուժերում գործում են ուսումնական կենտրոններ, դպրոցներ, գումարտակներ, որտեղ հատկապես օրինակ ներկայացնեմ Արմավիր ուսումնական կենտրոնում, Լուսակերտ ուսումնական կենտրոնում մենք արևային տաքացուցիչների միջոցով ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի զինծառայողը դաշտային պարապմունքներից հետո կարողանա նաեւ ցնցուղարաններից օգտվի, այդպես մի ասեք, որ կլինեն դեպքեր, երբ որ այս կամ այն հանգամանքից ելնելով այդ պահի դրությամբ տաք ջուր չի եղել, բայց տաք ջուրը դա չի նշանակում, որ չի լինում, բայց նաեւ ունենք զորամասեր, որոնք սովետական այդ ժամանակահատվածից եկած բանակի կառուցման ժամանակահատվածից սկսած 90-ական թվականներից շենքային պայմաններից ելնելով այնտեղ հնարավորություն չկար, որ դա ներդնել, բայց մեր կապիտալ շինարարության վարչությունը այդ աշխատանքները տանում է, որ մենք բոլոր զորամասերում, զորանոցներում հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք բոլոր զորամասերում ներդնենք դա եւ ունենանք այդ տակ ջուրը։ Պարոն Ասրյան, տեսեք, երբ որ Հայաստանում 1-2 տարի առաջ ընդդիմադիր շարժումներ, այսինքն ընդդիմադիր ուժերը փողոցներում հանրահավաքներ եւ այլն, այսպիսի միջոցառումներ էին անում, իշխանական պատգամավորներից հնչում էին տեսակետներ, որ իրենց այսպես պետք է հավաքել եւ տանել վարժական հավաքների կամ դիրքեր եւ այլն։ Այս ընթացքում եւս երբ որ ինչ որ անձինք դրսից գալիս էին քվեարկության բան, ըստ այմ տեղյակ եք կրկին այդ վարժական հավաքների տանելու հարցը եկավ օրակարգ եւ այսպես ընկալում է ձևավորվում, որ բանակը պատժիչ գործիք է դառնում նման դեպքերի համար ավարտեմ հարցս, եթե խնդիրներ կան, այսինքն ինչ որ անձինք ինչ որ խնդիրներ կան նրանց հետ կապված, արդյոք այստեղ ավելի ընկալելի չի լինի իրավական գործընթացը եւ քրեաիրավական պատասխանատվությունը, ոչ թե բանակը պատժիչ գործիք դարձնելու այս մեթոդը։ Այս ինչու է բանակը թույլ տալիս, որ նման ընկալում ձևավորվի հանրության շրջանում։ Ես այդպիսի այդ հարցին պատասխանեմ, ես խնդրում եմ, որ ձեր մոտ այդ ընկալումը չզարգանա, այդպիսի բան չկա։ Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինելու։ Դա վստահ եղեք ու դուք պետք է ուրախանաք մեր բանակով, Հայաստանի Հանրապետության բանակով, որովհետև բանակը ինքնըստինքյան
ուրախանում է իր հասարակությամբ, իր ժողովրդով, որովհետև բանակն էլ մեր բոլորի զավակներն են։ Հիմա ես ձեզ պատասխանեմ հետևյալը, նայեք, Անդրանիկ Քոչարյանը ասել է, ես չեմ լսել, դա դուք եք լսել, իսկ ես իմ ասույթը ասեմ, իմ խոսույթը ասեմ։ Բանակի վարժական հավաքների պետք է ընդգրկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համապատասխան նաև տարիքային շեմի մեջ է մտնում եւ իրենք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում, Երևան քաղաքում կամ մարզերում, այս կամ այն զինկոմիսարիատներում եւ նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ Մենք արդեն 23 թվականից սկսած անց ենք կացնում այդ 25-օրյա վարժական հավաքները, որը շատ լավ օգուտ է տալիս եւ ես թվեր չբարձրաձայնեմ, չասեմ, բայց արդեն մեծ քանակությամբ տասնյակ, մի քանի եւ ավելի տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել են վարժական հավաքների։